Ինչ տեղի ունեն մերձավոր Արևելքում, դա միայն Սիրիայում տեղի ունեցող այդ գործընթացների հետ կապված չէ, այլ ավելի խորքային գործընթացներ են տեղի ունենում, որոնց վրա արժի բավական ուշադրություն դարձնել։ Իսկ այդ գործընթացները մեզ բերել են մի իրողության առաջ, որը ինքնին աննախադեպ է, որովհետև տարածաշրջանում շուրջ արդեն 2 տարի է, ինչ ակտիվ գործում է մի կառույց, իսլամական քարայր արմատական մի խմբավորում, Իրաքում եւ Շահում իսլամական պետություն անվամբ, որը մարտահրավեր է նետում գոյություն ունեցող կարգերին տարածաշրջանում, պայքարում է պետությունների դեմ, իզորու է պարտության մատնել այդ պետությունների բանակներին, փախուստի մատնել դրանց, ունի իր վերահսկողության տակ տարածքներ եւ այլն եւ այլն։ Հունիսի 29-ին այդ կառույցի կողմից հայտարարություն եղավ, որտեղ կառույցը այդ հաղորդագրության մեջ ասում էր, որ կառույցը այլևս չի կոչվելու Իրաքում եւ Շահում իսլամական պետություն, այլ վերանվանվում է իսլամական պետություն, արաբերեն Դաուլ Իսլամիա, եւ այն տարածքներում, որտեղ որ գտնվում է այդ կառույցի վերահսկողության տակ, ստեղծում է խալիֆայություն եւ հռչակվեց նոր խալիֆի անունը, դա այդ կառույցի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին էր։ Պետք է ասեմ, որ եթե հետևենք 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի սկզբի իսլամական ծայրահեղ արմատականության մեջ առկա միտումներին եւ նոր դրսեւորումներին, ապա պետք է փաստել, որ այդ կառույց այդ ժամանակաշրջանում տեղի էր ունենում առաջնային դիրքերից հանդես եկող Ալ-Կաիդայի հեղինակության եւ դիրքերի ամրապնդման գործընթացներ, սակայն այն ինչ որ մենք նկատում ենք հիմա, դա ինքնին մի յուրահատուկ մի նորություն է, քանզի այս կառույցը ունի տարածքներ, ունի իր վերահսկողության տակ անցած տարածքներ, ունի բավական զգալի զինուժ, ունի ֆինանսական ռեսուրսներ, ունի առաջնորդ եւ սա բավական այսպես ազդեցիկ գործոն է դարձնում այդ կառույցը տարածաշրջանում։ Եթե այսպես մի քանի բառով անդրադառնանք այդ գործոններին, որոնք որ հիմա գտնվում են այդ կառույցի տիրապետության տակ, ապա տարածքների մասին եթե խոսենք, ապա 2013-ի կեսերից արդեն որոշակի տարածքներ անցել էին այդ կառույցի վերահսկողության տակ Սիրիայում, 2013-ի վերջից եւ 2014-ի սկզբից ակտիվություն սկսեց ցուցաբերել կառույցը Իրաքում եւ կարելի է փաստել, որ արդեն ընդհանուր մինչեւ 2014-ի հուլիսի 1-ը, այսինքն այսօրվա դրությամբ, կառույցը դեռևս ընդլայնում է իր սահմանները եւ առավել լայն տարածքներ է ընդգրկում իր հայտարարված իսլամական պետության մեջ։ Մյուս գործոնը ես կուզեի առանձնացնել, դա նրա ռազմական ներուժն է, որը բավական համալրվում է ինչպես աշխարհի տարբեր հատվածներից այս կառույցին անդամագրվող իսլամականներով, որոնք որ գալիս են այս տարածաշրջան եւ անդամակցում են այս կառույցին, ընդհանուր պետք է նշեմ, որ մեր հարևան ադրբեջանցի իսլամականները հիմնականում անդամագրվում են այս կառույցին։ Բացի դրանից կառույցը նաեւ իր համար զինյալներ է հավաքում նաեւ այն տարածքներից, որոնք որ անցնում են իր վերահսկողության տակ։ Պատահական չեն այն տեղեկությունները, որ կառույցը իր ռազմական գործողությունների թիրախ ընտրում է նաև այն բանտերը, որոնք որ շատ թիվ են կազմում, ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում, եւ նույնիսկ տեղեկություններ կան, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին անձամբ է գնում եւ դուռը բացում այդ բանտերի, ազատություն տալով այդ բանտարկյալներին եւ դրանով փաստորեն պահանջելով, որպեսզի այդ բանտարկյալները անդամակցեն իր կառույցին։ Մյուս կարևոր գործոնը դա նրա ֆինանսական լուրջ ներուժն է։ Փորձագետներից շատերի կարծիքով կառույցի ինքնաֆինանսավորման գործակիցը բավական բարձր մակարդակի վրա է, այսինքն եթե նույնիսկ տարածաշրջանային այն դոնոր պետություններին վրա ճնշում լինի եւ նրանք դադարեցնեն կառույցին ֆինանսավորել, ապա կառույցի այսպես ֆինանսական հնարավորությունների վրա այդքան մեծ ազդեցություն չի թողնի։ Ես կառանձնացնեի նաեւ մյուս գործոնը, որ մաս մեդիայի օգտագործումն է բավական լավ եւ լայն ձևով, նա կառույցը կարողանում է իր գաղափարները քարոզել այդ զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ, բավական լավ որակի, բարձր որակի տեսանյութեր են տեղադրվում, ձայնագրություններ են տեղադրվում,
տարբեր լեզուներով են դրանք քարոզվում, այսինքն բավական լուրջ ուշադրություն է դարձնում սրան։ Եվ մյուս հանգամանքը դա նրա առաջնորդն է, անխոս խալիֆ, որպես գիտեք, որ 1924 թվականին Մուստաֆա Քեմալի ձեռքով խալիֆայության ինստիտուտը վերացվեց, ինչը բավական մեծ հարված էր իսլամական մուսուլմանների համար ընդհանրապես, եւ ահա այդ խալիֆայության ինստիտուտի վերականգնումը կամ խալիֆի հռչակումը մեծ նշանակություն ունի, եւ չնայած դա նաեւ նկատում էր նաեւ անցյալում, երբ որ Աբու Բաքր ալ-Բաղդադի տիտղոսը այդ անվանակման մեջ օգտագործում էր Աբու Բաքր ալ-Բաղդադի ալ-Կուրայշի անվանումը, այսինքն գիտենք Մուհամմեդ Մարգարեն Ալ-Կուրայշ ցեղի Հաշիմ տոհմից էր, այսինքն դրանով ոնց որ նրանք կապում են Մուհամմեդ Մարգարեի ցեղակից են որպես դարձնում, որը որ նույնպես բավական լուրջ ազդեցություն կարող է թողնել մուսուլմանների վրա։ Ահա այս ամբողջությամբ, այսպես եթե ընդհանրացնելով ասեմ, որ այս ամենը կառույցը դարձնում է բավական ազդեցիկ գործոն, որը իզորու է նոր խաղի կանոններ թելադրել եւ որի մասին դեռևս երկար կխոսեն այս տարածաշրջանում։ Իսկ ինչպես կարող է ազդել այդ նոր խալիֆայության ձևավորումը սիրիական կոնֆլիկտի վրա, եւ նաեւ շատ է խոսում այն մասին, որ իսլամիստների ուժեղացումը տարածաշրջանում Մերձավոր Արևելքում մեծապես կվնասի այդ տարածքում հայկական համայնքների գոյությանը։ Այսօր ինչ-որ բան կարող ենք այդ առնչությամբ ասել։ Քանի որ շնորհակալություն հարցի համար, քանի որ սահմանները, եթե այսպես նայենք, հա, քարտեզը ձգվում են ուրեմն Թուրքիայի, ուրեմն Սիրիայի հյուսային հատվածներից, Թուրքիայի սահմանից մինչև Իրաքի արևելյան շրջան, մինչև Իրանի հետ սահման, այսինքն այստեղ այդ հռչակված խալիֆայության սահմանները առնչվում են Հալեպի նահանգի եւ հենց Հալեպ քաղաքի կանել հեռու չեն, մոտավորապես 50 կիլոմետր է կարծեմ հեռավորությունը Ալ-Բաբ քաղաքի, որը որ գտնվում է Հալեպից 50 կիլոմետր հեռավորության վրա, որը գտնվում է այդ իսլամականների վերահսկողության տակ։ Իհարկե, ընդհանրապես եթե դիտարկենք իսլամական պետության գոյությունը, ապա այստեղ յուրահատուկ մոտեցում կա ոչ միայն այլադավանների հանդեպ այդ խալիֆայության ներսում բնակվող, այլև այն հարակից շրջանների եւ պետությունների հանդեպ, որոնք որ հարևանություն են անում այդ կազմակերպությանը եւ նման ծայրահեղ գաղափարներով առաջնորդվող կառույցը եւ նման պետությունը իհարկե լուրջ գլխացավն կարող է հանդիսանալ տարածաշրջանում հատկապես էթնոդավանական փոքրամասնությունների հետ կապված եւ անխոս այստեղ նաեւ որոշակի վտանգ կա, որ որպես թիրախ կարող են ընտրվել այդ հարակից շրջանները, որոնք նաեւ հատկապես Հալեպը հիմա բախումներ են տեղի ունենում այդ միջանկյալ գոտում հայտնված այլ ընդդիմադիր ուժերի եւ այդ իսլամական կառույցի միջև, սակայն հնարավոր է նաեւ որ այդ բախումները տեղափոխվեն նաեւ Հալեպ քաղաք եւ արդեն անմիջական սպառնալիք ստեղծվի այստեղ էթնոդավանական փոքրամասնությունների համար։ Այս մոտակա ժամանակներս նրանց ծրագրերում դեռևս չի լինի Սաուդյան Արաբիա ներթափանցելը, ճիշտ է նրանք մոտեցել են Սաուդյան Արաբիայի սահմանին, սակայն կարծում եմ հիմնականում թիրախը Հորդանանն է հիմա Հորդանանն է, բայց այս երկու պետություններ դեռևս նրանք կարծում եմ չեն միջամտի, չեն մտնի։ Հիմա հայտարարվեց հաղորդագրության մեջ, որ լուրջ ճակատամարտերը դեռևս առջևում են եւ դա Բաղդադն է եւ Քարբալան է։ Գիտեք, դա շիաների սրբատեղին է։ Կարծում եմ հիմնական ուղղությունը կլինի այդ ուղղությամբ, այսինքն Բաղդադի եւ շիական սրբատեղիների վրա հարձակումները։ Եվ դեռևս այդ ուղղությամբ, այսինքն առավել արևելյան ուղղությամբ Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի նկատմամբ հարձակումներ չեն լինի։ Այս պահին դեռևս նման բաներ չեն կանխատեսում։ Թուրքիայի սահմանները նշեցիք, որ որոշակի տարածքների ստեղծումը Արևմտյան Հայաստանում են։ Ես ինչքան իհարկե հնարավոր է, սակայն այստեղ չմոռանանք քրդական գործոնը։ Կարծես թե քրդերին այսպես հրահարում են դեպի այս կառույցի դեմ պայքար։ Ես կարծում եմ քրդերը բավական խելամիտ են եւ հայտարարում են, որ նրանց այս պայքարը նրանց պայքարը չի եւ սա առավել կոնֆեսիոնալ պայքարի բնույթ է կրում եւ նրանց միջամտությունը այս պայքարին նպատակահարմար չեն գտնում։
Ամենայն դեպս քրդերը այս առումով իհարկե որոշակի ռազմական հաջողություններ արձանագրեցին եւ փաստորեն դուրս է գալիս, որ դեկլարատիվ այսպես հայտարարությունների մակարդակով նրանք սահմանափակվեցին, այլ կոնկրետ ռազմական միջամտություն եղին, Քիրքուկը նվաճեցին, որը բավական կարևոր է քրդերի համար։